Խոսենք շատ կարևոր գիտես թեմայի մասին, թե ինչպես դաստիարակել աղջիկ երեխաներին։ Սա իսկապես շատ դժվար հարց է եւ հայրիկների եւ մայրիկների համար։ Եվ այսպես մեր հյուրն է հոկեբան, գրող, քոուչ, լրագրող, հաջողակին ՀԿ նախագահ Արփի Վանյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել, թույլ տվեք այս ծաղիկները մեր Արոտ Լուսոյանովից նվիրել ձեզ։ Չէ՞ որ վաղը կանանց միջազգային նախատոնական այսպես։ Այո, որպես քայլ, շնորհավոր ենք նաև գալիք տոնը եւ ինչպես Լուսինեն նաև նշեց, շատ կարեւոր, այո, մի կարեւոր հարցի ենք ուզում անդրադառնալ ձեր թույլտվությամբ։ Առհասարակ աղջիկ երեխաները հատուկ վերաբերմունք ու այսպես հատուկ մոտեցում են ու պահանջում։ Բնությունից նաև ամենակարևորը աղջիկ երեխայի դաստիարակության մեջ։ Իրոք շատ ակտուալ թեմա է, շատ կարևոր թեմա է, ինչու։ Աղջիկ երեխան դա ապագա կինն է, ճիշտ է։ Իսկ կինը էներգիայի աղբյուրն է ու ամեն ինչի սկիզբը, այսպես ասած։ Ուժի, սիրո։ Այո, իհարկե։ Կինը ընդհանրապես իր կյանքի դարերի ընթացքում իր կյանքում տարբեր սոցիալական դերեր է կատարում։ Ընտանիքում մայր, հարս, կին, կիսուր, քույր, զոքանջ, աղջիկ, դուստր եւ այո։ Սոցիումի մեջ աշխատակցուհի, ընկերուհի, բարեկամուհի եւ այլ եւ այլ։ Բայց կա մի շատ կարևոր դեր, դա լինել անհատականություն։ Ու երբ այս բոլոր դերերի մեջ կինը կորցնում է իր անհատականությունը, նա դառնում է ոչ լիարժեք երջանիկ, չեմ վախենում եմ այդ բառը ասել, դժբախտ մարդ։ Իսկ դժբախտ կամ ոչ երջանիկ, լավ էսպես ասեք, ոչ երջանիկ կինը բնականաբար չի կարող մեծացնել երջանիկ երեխաներ, ճիշտ է։ Ոչ երջանիկ կնոջ կողքին կարող են լինել երջանիկ մարդիկ, ամուսին կամ մեկ այլ մարդ։ Մենք տալիս ենք մի տեսակ էսպես։ Իհարկե, մենք տալիս ենք միայն այն, ինչ ունենք, եթե չունենք երջանկություն, չենք կարող տալ երջանկություն։ Ինչ է ստացվում, որ կինը, ոչ երջանիկ կինը մեծացնում է ոչ երջանիկ երեխաներ։ Ինչ են իրենց մեջ կուտակում ոչ երջանիկ երեխաները։ Բնականաբար ագրեսիա, վիրավորանք, չբավարարված պահանջմունքներ, վախ, ճիշտ եք ասում։ Հետո այս երեխաները մեծանում են, դառնում են հասարակության անդամներ։ Պետեր, չգիտեմ, հայրեր, մայրեր, ղեկավարներ եւ այլ, տարբեր։ Ու հոգեբանական այս վնասվածքներով, չբավարարված պահանջմունքներով։ Պատկերացրեք, օրինակ մարմնի վրա կա վերք, մշտական բաց վերք։ Ինչ կզգաք։ Մի քիչ քամի եղավ, փոշի նստեց, բորբոքվելու է։ Մեկը միտումնավոր աղ լցրեց, ցավելու է։ Ճիշտ անհանգստացնելու է։ Բայց ես եմ լարվում, որովհետև հասկանում ձեր մտքի թրեշկը ուր է տանում։ Դուք շատ շուտով մենք գալու ենք այն համոզմունքին, որ կնոջից է ամեն ինչ կախված, կնոջ տրամադրությունը, կնոջ կարևորությունը, դե դուք հիմա ակնհայտորեն ասում եք, որ ամեն ինչ դուք եք ձեզանից է գալիս, բայց վերջում էլ դուք թեքվելու է խոսակցությունը այն կողմ, որ կնոջ տրամադրությունը կախված է ումից տղամարդուց։ Չէ, սխալ եմ, ինչ լավ, ոյ հանգիստ նստեք։ Հանգիստ եղեք, չեմ թեքի այդտեղ թեքում եմ դեպի հետևյալը, որ պետք է կինը լինի անհատականություն, այսինքն լինի ինքնարեալիզացված։ Եթե կինը ինքնարեալիզացված է, դա նշանակում է ինքը գիտի ինչի համար է ծնվել, այս մեծ կտավի վրա իր բաժին վրսնի հարվածը որն է, հա, աշխարհ կոչվող կտավ, կյանք կոչվող կտավի վրա, ինքը ինչ կարող է անել, ինքը ինչ է սիրում անել եւ այլ։ Ու այդ կինը լինում է ինքնաբավ, երջանիկ, ու այստեղ արդեն երի հետ են գնում նույն սկզբնական կետին։ Մեծ ասում է երջանիկ երեխաներ, իր կողքին մարդիկ երջանիկ են, այսինքն ինչ է ստացվում, որ նաեւ աշխարհի խաղաղությունը, այսպես ասած, չգիտեմ, զարգացումը, բալանսը կապված է նաև յուրաքանչյուր կնոջ հոգեվիճակից։ Ես այդպես եմ կարծում։ Ինչպես մեծացնել եւ դաստիարակել ինքնաբավ, երջանիկ աղջիկ երեխա։ Այ շատ ճիշտ հարց է։ Ինչպես մեծացնել։ Տեսեք, երբ օրինակ ես մոտ գալիս եմ կոնսուլտացիաների, կինը նստեց, երկու բառ է խոսում, ես արդեն ասում եմ, ուզում եք պատմեմ ձեր մանկությունը ձեզ։ Կարող եմ պատմել։ Այո։ Որտեղ եթե կինը ինքնաբավ է, երջանիկ է, ինքնավստահ է, բարձր ինքնագնահատական ունի, դա նշանակում է, որ ինքը ունեցել է մայրիկ ու հայրիկ ու առավել եւս մայրիկ, ով նախ եւ ինքն էր այդպիսիներ, եւ երկրորդ հիանում էր իր դստրով, հիանում։ Սա շատ կարևոր է։ Շատ։ Այսինքն միշտ պետք է ինքնավստահ աղջիկ մեծացնելու համար շատ կարևոր է հիանալ։ Բայց չանցնել այդ կարմիր գիծը եւ երես չտալ։
Դա այո, շատ տարածված մտածում եմ։ Երես տալը գիտեք որն է։ Երես տալը հետևյալն է։ Երբ մենք հույզի փոխարեն երեխային տալիս ենք ինչ որ առարկայական, ինչ որ նվեր, չգիտեմ, ինչ որ մի բանով ենք փոխարինում հույզը, փոխարինում ենք դրանով։ Այո։ Ես քեզ տամ ես սաղիկները, չտամ սեր։ Ես քեզ տամ ինչ որ մի հատ նվեր, iPad, չտամ իմ ուշադրությունը, չգրկեմ, չսիրեմ։ Ժամանակ չունեմ, ես աշխատում եմ։ Նայ քեզ ինչեր եմ արել քո համար։ Ու դա մենակ աղջիկներին չի վերաբերում մի դեպ, դա տղաների մասին էր խոսքը։ Դա երեխաների մասին է ընդհանուր առմամբ, այո։ Ոստի որպես աղջիկը լինի ձեր ասածին։ Այսինքն եթե մենք ամբողջ օրը մեծ մասը մենք գով ենք խոսքով, էներգիայով, մեր ջերմությամբ, մեր զգացմունքներով ամեն կերպ չի փոխվի բնավորությունը երեխայի։ Սիրո գերդոզավորում չկա։ Դե բայց վախենում ենք իսկապես չկա, բայց նաև այստեղ շատ կարևոր է հայրիկների դերը։ Աղջիկների դաստիարակության եւ մեծացնելու հարցում շատ կարևոր է հայրիկների դերը։ Ինչ դեր պետք է նրանք ունենան։ Ինչու է կարևոր։ Ասեմ ինչու է կարևոր, որովհետեւ աղջիկ երեխայի բազային տղամարդը ով է։ Մենք։ Հայրը։ Այո։ Ինչպես հայրը կվերաբերվի իր աղջկան մանավանդ դեռահասության տարիքում եւ ինչպես հայրը կվերաբերվի այդ աղջկա մայրիկին, то есть աղջիկը ինչ կտեսնի, ինչպես է հայրը վերաբերվում աղջկան, աղջկա մոտ առաջանում է համոզմունք, ձևավորում է համոզմունք, իսկ աղջիկ բոլոր երեխաների մոտ մինչև 18 տարեկան ձևավորում են համոզմունքներ արտաքին հաղորդագրությունների ֆոնին, ծնողների ասածների, առածների եւ այլ ֆոնին։ Ահա, աղջկա մոտ ձևավորում է համոզմունք, թե ինքը տղամարդկանց հետ հարաբերություններում ինչ վերաբերմունքի է արժանի։ Այսինքն, եթե հայրիկը աղջկան վերաբերվում է արքայադստեր պես, աղջիկը իրեն համարում է, որ արժանի է ահա այդպիսի վերաբերմունքի։ Իսկ եթե հայրիկը վերաբերվում է, չգիտեմ, կոպիտ է, կոշտ է, արհամարող է, վերահսկող է, գոռացող է, դա դառնում է սովորական երևույթ։ Այո, ավելին ասեմ, դա իր բազային տղամարդն է, ինքը հետո սիրահարվում է, չուզելով իհարկե, չընդունելով դա, այդպիսի տղաների ամուսնանում է այդպիսի տղամարդու հետ։ Հայրիկները սխալվելու իրավունք չունեն։ Ոչ։ Լավ, արքայադստեր պես ենք մենք վերաբերվում, հետո ինքը հայտում է մի շրջապատում, որտեղ որ հասկանում է, որ ինքը արքայադուստր չէ։ Նո, եւ Նա խապել է։ Տեսեք, չի կարող։ Հայրս ամբողջ կյանք խապել էր այս երեխուն, պասացվեց։ Ռուբեն, դու շատ ես գնում մի ծայրահեղությունից, մյուս ծայրահեղությունն ես գնում։ Բայց ասեմ Ռուբեն ջան, տեսեք, ինքը չի կարող աղջիկը, եթե արքայադուստր է իրեն զգում, ինքը չի կարող նկատել կներեք իհարկե արտահայտության համար այն տղաներին, որոնք աբյուզեր են կամ իրեն վերաբերվում են ոչ արքայադստեր պես։ Անկամ եթե այդպիսի տղամարդ իր տեսադաշտում հայտնվի, այսպես ասած, ինքը շատ արագ է տղամարդուց կազատվի։ Որտեղ էներգետիկ դաշտերը նույնը չեն։ Ինքը միշտ ընտրելու է տղամարդուն, ով իրեն նայում է որպես թակուհու։ Էլ ինչումն է կարևոր հայրիկի դերը դստեր կյանքում։ Սա ամենակարևորն է։ Սա մենք դուք ապահովեք, մնացածը մայրիկները կանեն։ Բայց ինչպես նաև կարողանանք, սա կարևոր է, ուզում եմ հասկանալ, որտեղ ոնց որ հենց հիմա այդ փուլն է ինձ մոտ նաև։ Ինչպես կարողանանք մենք ձեռք բերենք վստահությունը, այսինքն հայրը կարողանա դստեր հետ այն հարթության մեջ շփման առումով կա, որպեսզի դուստերը ամեն կերպ ու բոլոր առումներով վստահի հայրիկին, այդտեղ ձևավորվի ընկերություն, այստեղ մայրիկն է կարծում եմ կարևոր, ինչպես լինել ընկեր, բայց լինել նաև դաստիարակողը։ Եթե դուք իմանաք, ես ինչքան եմ լսում աղջիկ երեխաներից, իմ մայրիկը ինչ չի լսում արտահայտությունը, իմ մայրիկը ինչ չի հասկանում, կամ ես հայրիկի համար չկամ, ինքը ինչ չի նկատում, ինքը ինձ նայում է, ինչ չի նկատում, հա, ինչ անել, վստահություն բառը ճիշտ էր, այո, հենց վստահություն պիտի ձեռք բերվի, չքննադատել անտեղի, հա, իրացիոնալ, ինչ որ չպիտակավորել աղջկան, անընդհատ վախի մթնոլորտում չպահել, ամոթանք չտա, մեղքի զգացողություն անընդհատ չներարկել աղջկան։ Մենք ինչ ենք սիրում անել մանավանդ հայերս, հա, աղջիկը այսպես չի անի, ամոթը աղջիկ ես չգիտեմ ինչ, աղջիկը եւ այլ, ինչ որ դեր ենք տալիս աղջկան, սխալ դեր ենք տալիս ինչ որ սահմանների մեջ, այս սահմանների մեջ աղջիկը պիտի մտածի։ Կա այսպիսի մի ճշմարտություն, այն աղջիկը, ում վերաբերվում են ծնողները շատ խիստ, ինքը մենակ էլի աղջիկը չի, երեխա ընդհանրապես, դառնում է սուտ խոսող մարդ։
Հա, երբ ծնողները գալիս ասում են, իմ երեխան ինձ ստում է։ Ես արդեն գիտեմ, դուք խիստ եք։ Դուք քննադատող եք։ Դրանից ստում վախեն, այո, իհարկե, վախենում է ճիշտ ասես, որտեղ մի անգամ ասեց ձեր ռեակցիան տեսավ, երկու անգամ ասես տեսավ, երրորդ անգամ չեմ ասի, կխափեմ, կթաքցնեմ եւ այլն։ Բայց լավ, կան դա նույնիսկ մեծերի հետ է նույն կերպ աշխատում։ Ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների։ Նաև այստեղ շատ կարևոր է արտաքին տեսքի մասին երեխաներին, երբ դու միշտ ասում ես արքայադուս, դրս սիրունս, դու ամենան ես։ Այնուամենայնիվ պետք է սերմանել, որ արտաքին տեսքը ոչ ամենակարևոր պահն է այս կյանքում։ Այո, ճիշտ եք, ու մանավանդ մեդիայի այս ժամանակաշրջանում, երբ սոցիալական մեդիան թելադրում է ինչ-որ բաներ, այսպես պիտի լինի աղջիկ, այնպես պիտի լինի, ուսա մարտահրավեր է աղջիկ երեխաների համար, իրականում մարտահրավեր է, ես դա գիտեմ նաև իմ հաճախորդներից, երբ երեխաները 15-16 տարեկան աղջիկ, գեղեցիկ աղջիկ է գալիս, ասում է, ես շատ վատն եմ, շատ տգեղ եմ, ինձ ոչ ոք չի նայում, դու նայում ես, տեսնում ես, այդպիսի բան չկա, ու մեկ էլ ում հետ ես քեզ հավատում, որ դու այդպիսին ես, ես չգիտեմ, Ջենիֆեր Լոպեսի, չգիտեմ, սոցցանցերը շատ մեծ ազդեցություն են ունենում երեխաների վրա, այո։ Օրինակ, ինձ թվում է, Լուսնի ջան, ձեր մաման ձեզնով հիանում էր։ Հիանում էր, բայց այդ կարմիր գիծը պահում էր, չէ՞, այնուամենայնիվ։ Որ արտաքին տեսքը ամենակարևորը չէ այս կյանքում։ Այո, այդ դրա համար դուք դարձել եք նաև լավ մարդ։ Ոչ միայն օրինակ ինքնավստահ, այլ նաև լավ մարդ։ Եթե օրինակ չպահեր այդ կարմիր գիծը, չէ, դուք հնարավոր է լինեի գեղեցիկ կին, բայց չգիտեմ ինչպիսին է։ Եվ վերջ։ Եվ վերջ։ Այո, եւ վերջ։ Այդքան։ Եվ այնտեղ դատարկություն։ Չէ, այդ մյուս բանի մասին չէ։ Այո, շատ բան է կախված նոների մոտեցումներից։ Բայց միևնույնն է, ես անկեղծ ինձ շատ հետաքրքիր էր, թե մենք այդ կարմիր գիծ հասկացողությունը, որ կարողանան մարդիկ ծնողները հատկապես տարանջատել, գովելը հույզերի առումով, փաստորեն հետևյալն է, որ ժամանակ է պետք տրամադրել ընդամենը երեխաներին, զբաղվել, շփվել, խոսել, կիսվել, ինչ-որ մի խաղերով կամ թեկուզ ինչ-որ դաստիարակչական կամ ուսումնական ինչ-որ մի հատ ֆիլմեր դիտելով կամ չգիտեմ ընթերցանությամբ, գրականությամբ զբաղվել, ոչ թե ինչ-որ նվերների, շոշափելի ինչ-որ մի ուշադրությամբ։ Նաև նվերների, ինչու ոչ։ Եվ հայրերի դերը այստեղ շատ կարևոր էր դստեր դասերակցության մեջ։ Այո, ներգրավվածությունը հայրերի շատ մեծ կարևորություն ունի երեխաների դասերակցության մեջ։ Եվ մայրերն էլ պետք է անպայման նույնպես միշտ գովեն ու ոչ թե վախեցնեն դստերը, այլ միշտ կարողանան այդ ընկերուհի հարաբերությունը։ Ու մանավանդ հայրիկով չվախեցնեն։ Այո։ Պապան շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ, այս պահին լուրերն են։